Ինչ պատրաստ եմ, նման մի հատ մտնենք տուն ու գնանք։ Հիմա ինչ է, ստեղից ուղիղ օդանավակայան ենք գնում։ Հա, մամ։ Բալես, դեռ ժամանակ կա։ Կարող է փոշման ենք չգնանք։ Այ, մամ, կարող է չնավսես։ Մրուտդ մի կախի, հա? Թող ամեն ինչ քո ուզածով լինի, տղես։ Հեն, մամա, ուր հասար մտքերով։ Մտածում եմ, ասում եմ, տեսնես ես իմ ոտքով հետ կգամ էլի երկիր։ Մամ, տուն ենք հիմա գնում։ Կարաս բարձրանաս տուն, նստես տանը ու սպասես երբ ա գալու ժամանակդ։ Սոս։ Հը, մամ, կարաս հացել չուտես, որ ավելի արագացնես գործընթացը։ Տղես, դու ինչի չես ուզում հասկանալ ինձ։ Վախենում եմ ես, տղես, վախենում։ Վախենալ պետք չի, մամ։ Ոնց տրամադրվես, տենց էլ լինելու է։ Տղես, դու հավատում ես, որ ես կբուժվեմ։ Հավատում եմ, մամ, հավատում եմ։ Ուրեմն քո հավատը ինձ լրիվ բավական է։ Գանձես։ Ինչով կարող եմ օգնել։ Ինչ եք տնդ զարմացած նայում։ Չէինք սպասում քեզ այստեղ տեսնել։ Բա չգայի ձեր ճանապարհի։ Կարիք չկար նեղություն կրելու։ Մերսի, որ եկել եք։ Ինչ լավ է, որ տղոսի ներկայությունը հաճելի է։ Գնանք, Սոս։ Դուք ներս չեք գալիս։ Ինչ շտապում ես ինձնից ազատվել, Լոլա։ Չէ։ Մտածում եմ, որ դու ես շտապում, դու ինձ սխալ հասկացար, ինձ թվում է, որ դու շատ գործեր կունենաս։ Ես գեր զբաղված չեմ, Լոլա։ Իսկ եթե նույնիսկ զբաղված էլ լինեի, սրա համար ժամանակ կգտնեի։ Ուշ է, մամ, ներս մտնենք։ Լոլա, ես ուզում եմ, որ դու բուժվես, որ ես քո մեկնումը նպատակային ու արդյունավետ լինի։ Շնորհակալ եմ։ Անկեղծ ամեն ինչի համար շնորհակալ եմ, Ալեկ։ Իսկ ես անկեղծ ուզում եմ, որ դու բուժվես, Լոլա։ Էդ իրան շուշուտ է պետք ասել, որ հավատա։ Դու կողքի տնած տղա ունես, որ թույլ չի տա, որ Մեռնեմ։ Մամ։ Չէ, ոչինչ։ Կատակը անում ես պահին դա էլ է պետք։ Սա մամ գնացինք ու շանմակ։ Առաջ երազում էի հարսանիքի մասին, իսկ հիմա ընդհանրապես պետք չի դա ինձ, մտածում եմ առանց հարսանիք մի տեսակ ավելի ռոմանտիկ է։ Հեն, չես լսում ինչ եմ ասում։ Ասա, լսում եմ։ Համաձայն չես, որ սիրող մարդկանց համար հարսանիքը պարտադիր պայման չի։ Հա, կարա լինի։ Լսի,
Դու այսքանը հաստատ մենակ ես, չէ՞ ապրում։ Լավ էլի, հենա թերում լիներ։ Հարցը չես լսում։ Հարցնում եմ դու մենակ ես ապրում, թե պապատ կարող է միանա մեզ։ Պապան արդեն միացավ մեզ։ Ոնց թե արդեն միացել է մեզ։ Վայ, բարև ձեզ։ Բարև։ Երևի հասկացար, թե ինչ է նշանակում։ Ես ու Հենրին պատրաստվում էինք սրճել, կարող է միանանք մեզ։ Հա, բա ոնց։ Դու գնա դիր։ Չէ։ Միշտ ապի։ Ես սուրճ չեմ խմում։ Կարող է հաց ուտեք։ Շատ շուտ հարմարվեցիր, հա, այս տան պայմաններին։ Ուզում է, քիչ-քիչ հարմարվում է։ Դե, քանի որ ես արդեն այս տան հարսն եմ, պետքա ընտելանամ ամեն ինչին, որպեսզի երկուսդ էլ գոհ մնաք։ Պապ Մոնիկան տեղափոխվել է մեր տուն։ Ինչի։ Իրանց տունը ինչ է եղել, որ այստեղ է տեղափոխվել։ Դե, քանի որ իմ սիրած էակը այստեղ է ապրում, մտածեցի ճիշտ կլինի, որ ես էլ այստեղ ապրեմ։ Բայց եթե խանգարում ենք, Չփորձես տղուս տանելու փորձեր անել։ չէ, ոչ մի դեպքում։ Կարամ խնդրեմ երկուսդ էլ հանգստանաք։ Եթե Հենրին ինձ սիրում է, ապա առանց իմ ասելու կգա ինձ հետ։ Պապ, ինձ ու Մոնիկային առանձին խոսալու հնարավորություն կարող է տաս։ Կտամ։ Բայց չփորձես ինձ դավաճանել։ Ես տանել չեմ կարող, երբ ինձ ուլտիմատումներ են ներկայացնում։ Գիտեմ։ Դրա համար էլ լռում եմ։ Բայց որոշում կայացնելուց առաջ մի փոքր էլ իմ մասին կմտածես։ Այ հիմա հասկանում եմ ինչ էր կատարվում, ինչի չէիր ուզում, որ քո հետ մնամ։ Ես չեմ ասել, որ չեմ ուզում իմ հետ մնաս։ Չես ասել, բայց ես շատ լավ քո վարքից հասկացա։ Ալիկ ոնց ես։ Ուրախ աղբերս, որ աղբերս զանգում իմ որպեսությամբ է հետաքրքրվում, ուրախ եմ ցավդ տանում։ Լավ է, որ ուրախ ես ու լավ է, որ լավ ես։ Ուրեմն վատ լուրը հեշտ կընդունես կամ ավելի ճիշտ թեթև։ Նեղվեցի, ապեր, ինչ ա եղել։ Որտեղ ես։ Օդանավակայանից եմ վերադառնում։ Ուզում էիր թռնել, են էլ տեղեկացրեցին, որ քեզ թռնել չի կարելի։ Չէ, ապեր, այդքան անֆայմ չեմ։ Տեղյակ եմ, բաներ կա, որ գիտեմ։ Գնացել էի Լոլային ու Սոսին էի ճանապարհում։ Չի, այսօր են գնում։ Արդեն թռան։ Ինչ անեմ, ապեր ջան։ Մի անգամ էլ ես քեզ այնց առաջ անցնեմ էլի։ Դու չկայիր, ես տարա ճանապարհեցի իրանց։ Ալիկ, մեկ-մեկ ոնց որ մանկամիտ լինես։ Մանուկ լինելը վատ բան չի, բրատ։ Լսի, այն մարդուն, ում աղջիկդ գցել են մեքենայի տակ։ Դու այդ թեման չէիր փակել։ Փակել էի, բայց նորից բացվել է։ Ինչի։ Մեռավ այդ մարդը, Ալիկ։ Ոնց մեռավ։ Ոնց մեռավ, շատ հասարակ, Ալիկ։ Մեռավ, մարդը մեռավ, ընկավ, մեռավ։ Ոնց են մեռնում։ Մեռավ ու հիմա էլ աղջիկը բողոքում է։ Չէիր կարա մի նորմալ բան ասել։ Չէիր կարա մի նորմալ բան ասեիր, ապեր։ Աչքերից չեմ հավատում, դու հյուրանոցում։ Ինչ վատ է, որ Չէ, ընդհանուր վատ չի, ուղղակի դու ավելի ճոխ կյանքի սովոր աղջիկ ես։ Ես նաև ամեն ինչի հետ համակերպվող աղջիկ եմ, Մարթա։ Հա, այդ վատ է շատ։
Որովհետև եթե այս կյանքում ամեն ինչի հետ համակերպվում ես, մի օր ոտքից գլուխ կկորչես։ Ես քեզ չեմ կանչել, որ ինձ խորհուրդ տաս։ Տեսնում եմ, ես երեխոնել ես, հա, քո թափառական կյանքին սովորեցրել։ Ասեցի չեմ կանչել, որ ինձ խորհուրդ տաս։ Իսկ ես չեմ եկել քո այս վերաբերմունքը հանդուրժելու։ Իզուրել նստեցի։ Ինձ օգնություն ա պետք։ Իսկ դու գիտես, որ օգնությունը չեն պահանջում, օգնությունը խնդրում է։ Խնդրում եմ։ Արա միջև հիմա ուշքի չեմ գալիս։ Որսարը ոնց կարա սենց լինի։ Արա ոնց կարամ ես սենց զուգադիպությունների մեջ ընկնեմ։ Հայտնվեմ այն տանը, որտեղ ապրում է Կարմենչոյի ճամփին հայտնված զոհը։ Սաղ թարսա։ Սաղ թարսա։ Արա թես կարմիր լուսախի բացեց արա։ Բաններս բուրթա։ Շատ վատա, թարսա, սաղ թարսա, թարսա։ Բաց։ Չեմ կարող։ Քեզ ասում եմ բաց արա։ Մաման ա ուրիշ մարդ չի։ Քո կինը։ Քո երեխեքի մայրը։ Ում դու չերջանկացրիր։ Սուս մնա։ Խնդրում եմ։ Իհարկե, սպային լռելա պետք։ Չէ դու նայի։ Ես քեզ պետք ա։ Ես քո համար եմ։ Նո պիտի նայես։ Երիքա տանջես։ Չէ, դու պիտի նայես։ Հեսա քո պատկերը։ Նայի անշնչացած մորս ու հասկացի, որ դու ես մեղավոր ես ամեն ինչում։ Դու։ Հա, ես նրան չերջանկացրի, բայց նրա կյանքը դու խլեցիր, դու, միմիայն դու։ Ես։ Ասում ես ես արեցի։ Հա, դու արեցիր։ Քո ծնունդով դու իր մահը բերեցիր։ Եթե չպետի ծնվեի, չծնեիք, կյանք չտայիք, ես ու չէի խնդրել։ Չեմ կարող ես մորս ողին հանձնել, քանի դեռ հերս չկա։ Ես այդ իրավունքը չունեմ։ Բայց անվերջ սպասել եւս չեմ կարող։ Հալո։ Բարև ձեզ։ Հա, ես եմ։ Ում հետ եմ խոսում։
Մի րոպե, դուք վստահ եք, որ հաստատ հիվանդանոցում հորս եք տեսել։ Ես պիտի գնամ երկրից։ Ուր պիտի գնաս։ Կապ չունի, ցանկացած երկիր։ Էդ քեզ ինչ կտա։ Ես զգում եմ, որ փակուղի եմ մտել, ու ինձ համար ապրելը դժվար ինչ-որ բան է դարձել։ Հա, այնտեղ հեշտ է լինելու։ Ինձ ծայրահեղության գիրկը մի գցի, հա։ Չէ, ինչի։ Ես քեզ ուզում եմ օգնել։ Չէ՞ որ ես դրա համար եմ այստեղ։ Կարաս մի հատ ինձ նայես։ Աչի մի գոռա տենց։ Այս խեղճ երեխան հերիք չի թափառականա մի հատ էլ անգնավոր է սարքելու։ Չէ, մի հատ ինձ նայի, հա։ Ես այդքան տծև եմ, այդքան գարշելի եմ։ Չէ, լավիկն ես։ Իսկ ինչի են տղամարդիկ փախչում ինձնից։ Ինչի ինձ չեն սիրում։ Թե մենակ ես օգտագործվելու համար եմ։ Ինչ իմանամ։ Դու հիմա ամենակ Վլադի մասին ես խոսում։ Թե էլի մարդ կա, որ հիասթափեցրել է քեզ։ Ես այդ երկու աղբերներից էլ կուշտ եմ։ Իրանք ինձ մենակ օգտագործեցին։ Ես իրանց մենակ դրա համար էի պետք։ Խելքիդ պակասությունից է։ Դու ինձնից խելոք ես, հա։ Հա։ Համենայն դեպս այսքան ժամանակ ինձ ոչ ոք չի խաբել։ Դեռ մի բան էլ ես եմ տեղն եկած տեղը խաբում տղամարդկանց ու օգտագործում։ Ճիշտ ես անում։ Հասնում ա դրանց։ Անվճար խորհուրդ է։ Լսի էլի մի քիչ ինձ։ Ես հիմա մենակ իմ մասին մտածելու ժամանակ ունեմ։ Իսկ բոլոր տղամարդիկ թող գրողի ծոցը կորչեն, հատկապես այդ երկու եղբայրները։ Ապրես։ Վերջապես խելքս գլուխը հավաքեցիր։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Երեխուդ վերցրու, մեղք կա։ Գնացեք ձեր համար հանգիստ ապրեք էլի։ Երջանիկ հանգիստ ապրելու համար ի՞նչ է պետք, փող։ Իսկ դուք այն երջանիկներից եք, ով դրա պակասը չունի։ Մարթա, ես ազատության խնդիր ունեմ, չես հասկանում։ Եթե մնամ Հայաստանում, ինձ կամ բանտ կգցեն կամ գժանոց, իսկ ես ոչ մեկն եմ ուզում, ոչ էլ մյուսը։ Դե հետաքրքիր բան ես ասում, որ մի խելոք մարդ եք ուզեր։ Այսինքն մնում է երրորդ տարբերակը, մեկն էլ երկրից, որը կանեմ քո օգնությամբ, Մարթա։ Ու որն է սերը, ով կասի ինձ, որն է այդ սերը։ Կարաս ավելի հանգիստ խոսաս։ Չէ, չեմ կարա։ Ինձ բացատրի քո պատկերացմամբ որն է իրական սերը։ Այդ ինչ ծևի են մարդիկ սիրում, որ հանուն իրար ինչ քայլի ասես գնում են։ Ես որ քեզ սիրում եմ։ Քո ով բան չեմ կարող ասեմ։ Շատ լավ ես սիրում, երևի ինչ-որ սպեցիֆիկ ձևով ես սիրում, որ ոչ մի զոհողության հանուն ինձ պատրաստ չես։ Հարցը ստեղ զոհողությունը չի։ Ճիշտ է, հարցը փողն է, որը քեզ կուրացրել է։ Մի ժամանակ ատում է իր այդ հարստությունը, իսկ հիմա այնքան ես ընտելացել, որ չես ուզում վերադառնաս հին տաշտակիդ։ Ինձ քո հետ չխառն ես։ Հարստությունը իմ համար միշտ 100-րդ տեղում է եղել ու այդ ձևել կշարունակվի։ Եթե քո ասածները ճիշտ լինեին, դու ընտրության առաջ չէիր լինի, ուղղակի կգայիր իմ հետ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ոնց տեսնում ես ամեն ինչ թողել ու եկել եմ։ Այդ ոնց տենց հանկարծ մի անգամից։ Ոնց թե։ Հա, ինչի հիշեցիր իմ մասին։ Թող է գնացել էր, երեսս չէիր ուզում տենայիր, մոռացել էիր։ Դու որ տենց սիրո մասին մեծ խոսում ես, ժամանակին ինձ մենակ թողեցիր ու գնացիր։ Գիտես չեմ հասկանում ենթատեքստդ։ Հասկանում ես։ Չէ, ուզում եմ բառացի, տարածի քեզնից լսել։ Որ վերադարձար իմ մոտ, որովհետև գիտես, որ սենց թենենց հարուստ կյանքով ես ապրելու։ Չփորձես։ Տանել չեմ կարող, երբ իմ վրա ձեռ եմ բարձրացնում։ Իսկ ես ատում եմ, երբ ինձ չեն հավատում։ Արի ամեն ինչ դնենք մի կողմ մի հատ։ Փող սեր բաժանում։ Հիմա իմ համար անընդունելի է պապային, այս վիճակով մենակ թողել է։ Ինչի։ Հիվանդ է պապատ, թե սովոր չի մենակությանը, ամբողջ կյանքում մենակ չի ապրել։ Երևի թե դու չէիր, որ չէիր ուզում պապայի ճանաչելու երեսը տեսնել։ Ամեն ինչ փոխվել է։ Հա, տեսնում եմ, որ ամեն ինչ փոխվել է, ու ես այդ փոփոխությունների մեջ տեղ չունեմ։ Մի հատ կտրուկ որոշումներ մի կայացրու։ Եթե որոշումս կտրուկ լիներ, վաղուց այստեղ չէի լինի։ Մի գնա, պապայի հետ կխոսամ։ Պետք չի, հա, ոչ մի բան մի խոսա պապայի հետ։ Թող ինքը քո համար աղջիկ ընտրի իր սրտով։ Դու էլ հարմարվի այդ ընտրությանը, որ պապայիդ գոհացնես։ Դու ոնց անդաստիրակ կայր, տենց է մնացիր։
Հաբա, հո քո համար չէի փոխվելու։ Կարող է ես էլ պիտի դուդուկի տակ պարեի։ Քեզ ինչ, Ադամը ողջ կմնա, թե տղեն գլուխը կուտի։ Արա աղջիկ սա շատ դարդանում, թե դու գիտես էլ աղջկաս դարդիմ դարնա։ Հետ արդեն հարսնություն է անում։ Խառը վիճակա, ողում հասցրում կոտրումա։ Ադամը երկու աղբերների ձեռքից պլստած։ Մի պտետ հարազատ լակոտի ձեռում երնի։ Այ քեզ բան։ Կյանքն ատենց։ Այս կյանքի դեմ օր-օրի գնալով բողոքները ավելանում են։ Լավ, արի մեր գործերից խոսենք։ Ինչ որոշեցիր։ Բա քեզ թվում է խեմ կանչես տեղ։ Լսում եմ։ Ես համաձայն եմ, Վալեր։ Ապրես, ճիշտ որոշում է։ Բայց եթե կեղտոտ խաղ եղավ, ձեռքիցս չես բարձրի։ Բայց ռիսկ կանեմ, պալաչի հետ կատակներան եմ։ Ավելի լավ, թե քո համար, թե իմ համար։ Բարի վերադարձ։ Վալեր ջան, որ մաքուր աշխատենք, երկար ճանապարհ կացնենք իրար հետ։ Ասում եմ չգնանք միտեղ նշենք մեր համատեղ աշխատանքը։ Ոչ այսօր։ Լավ, կսպասեմ։ Տեսնում եմ հնամուտ համար շատ ես անհանգստացել։ Ես մեր ընդհանուր ծանոթ ալիքին հյուր պետք է գնամ։ Այդ դրա համար այսօր չեմ ուզում խմել։ Այև վերջ։ Չկա ոչ հիվանդ կինդ, ոչ էլ խելագար տղետ։ Ազատ ես։ Ես այս տեսակ ազատության մասին չեմ երազել։ Դե կներես։ Դու անթերի ընտանիքի մասին ես միշտ երազել։ Հա, բոլորն են այդ մասին երազում։ Իմ մեղքը որն էր, որ ես թերի էի դարձնում քո ընտանիք։ Չնայած ասա ինչի եմ հարցնում։ Ինչքան հարցրել եմ քո միակ պատասխանը քո լռությունն է եղել։ Դու ինձ ես մեղադրում, իսկ ես ասում եմ, որ այս ամեն ինչը չէր լինի, եթե դու ժամանակին կանգ առնեիր, եթե կարողանայիր ներել։ Ներել ոչ բոլորն են կարողանում։ Ում ես դու այսպիսին նման։ Լամորդ նայի։ Մերը թրեշտակ էր։ Բարի։ Նա կարողացավ ինձ ներել։ Մինչդեռ ամենս շատ ինքը ինձ չպիտի ներեր։ Միայն չներեց։ Իրա կյանքը տվեց։ Ճիշտ կաներ այդ կյանքը իմ համար պահեր։ Որովհետև ես իրան բոլորից շատն էի սիրում։ Հետ ոնց էիր սիրում, որ այսօրը գցեցիր։ Ես չէ։ Դու իրան սպանեցիր։ Իսկ դու ինձ սպանի։ Սպանի։ Թող մորդ մոտ, մորգում ու գնա։ Որ ինչ դուրս գա։ Որ դու ճիշտ դուրս գաս, ես սխալ։ Էդ է ուզածդ։ Լսի հասկացի վերջապես։ Սա իմ ու քո պայքարը չի, մենք չենք կռվում։ Մերս մեղք էր։ Դու իրան էլ չէիր սիրում։ Դու իմ զգացմունքներից չես կարող խոսել։ Դրանք միայն ինձ են հայտնի։ Ինձ լավ էլ հայտնի է։ Ինձ գցել էիր զիբիլանոց, իսկ մորս սարքել էիր կալանավոր։ Փակել էիր աշխարից, կտրել էիր բոլորից, որ այդ լակոտիդ տեսնես, իմ փոխարեն շնորհակալություն կհայտնես, որ մորս գոնե մարդկանց մեջ ա մտցրել։ Դու հիվանդ ես, տղես, հիվանդ ես, քեզ բուժ օգնություն ա պետք։ Գիտես, ես լավ բաներն եմ տեսնում։
Այ օրինակ նոր որ ասացիր տղաս մի պահ ուրախացա։ Բայց դրա կողքին ասում ես հիվանդ։ Ես քո համար միշտ հիվանդ եմ եղել։ Ու տենց էլ միշտ կմնամ։ Ինչ ես անում։ Հնում եմ։ Սպասի որ։ Իմ մասին այլևս չես լսի։ Երբեք։ Ինչ ես պատրաստում անել։ Քեզ ինչ։ Այդքանի անգամ ես գիշերները իմ մասին մտածել քնելուց առաջ, հա? Քանի անգամ ես մտածել սոված եմ, կուշտ եմ, ծարավ չեմ, կոշիկ կա հակս թե չէ։ Ես չեմ թողնի որ գնաս։ Ինչի ուզում ես ինձ բերդերը գցես դրանով ինձ պատժես։ Մի մտածի, ես իմ մասին ավելի լավ կարծիքի եմ, ես իմ պատիժը ուրիշ ձև պիտի ստանամ։ Դու ոչ մի տեղ չես գնա։ Իսկ դու չես կարա ինձ հրամայես, դու իրավունքը չունես։ Քեզ վնաս չտաս։ Տղես։ Ախր էջ բան ես է։ Դու իմ վաղուց պլեսատորին նստած ելնեիր։ Իսկ ես վայել էի իմ վաստակած հանգիստը։ Վատա, պապա, որ կարծիքդ մինչև հիմա չես փոխել մասին։ Դու կարծիքը փոխելու համար պետք է Գիտեմ, պիտի իմ քայլերը տանեն դեպի դրան։ տրամադրություն չունեմ, էլ չխոսաս։ Որ տրամը տեղը չի, աշկիս իսկականից չխոսամ, պապա։ Ինչի վադլուրով ես եկել հրա։ Հա։ Որ ագրավ պես ամեն մեկդ մի կողմի չկռակ, չի լինի, չէ։ Են քուրոտոնը դու էլ ստե։ Որ քրոջս հետ ես, պապա։ Են մարդում Կարմենը գցրել ավտոյի տակ։ Մեռելա։ Ու աղջիկն էլ բողոքում է։ Գիտեիր։ Վայ քո։ Դու որտեղից գիտես, պապա։ Ինձ ամեն ինչ գարս հասնում արա։ Ես այդ մոմենտով եմ եկել, պապա։ Քրոջ տես գտել։ Չէ, ավելի կարևոր մարդու հետքի վրա եմ դուրս եկել շատ պատահական։ Ես քո կողմից պատմվելի հեքիաթների հետ հավեսը չունեմ արամիկ։ Պապա, դու ինձ լուրջ չես ընդունում, դու ինձ չես լսում, հետո ասում ես, որ խելքը գլխին բան չեմ անում։ Ու շատ լսում եմ, ասա։ Խոսա։ Պապա, գիտես ում հետքին եմ լրիվ պատահմամբ դուրս եկել։ Ում։ Այդ մարդու աղջիկա, ում Կարմենը գցեց մեքենայի տակ։ Դու դրան որտեղից ես գտել։ Էլի Կարմենի միջոցով, պապա ջան, ու ասեմ իմանաս այդ աղջիկը հոգատաղած չի իմ ու Կարմենի վրա։ Ինչ գիտես արա։ Ինքը ասեց, առանց իմանալու թե ով է իր դիմաց նստած։ Բա ինչ ենք անելու։ Ոնց ենք փակելու դրա բերանը։ Պապա, մենակ թե խնդրում եմ էլի, կտրուկ քայլերի մի գնա։ Իսկ ոչ կտրուկ քայլերից։ Ինչ խորհուրդ կտաս։ Այդ դուբին։ Պապա, ես չեմ հասկանում դու հիմա ինձ հարց ես տալիս, թե խոսացնում ես։ Այսինքն լուրջ ես հարցնում։ Ուզում եմ առաջարկ անես։ Ես էլ լսեմ։ Ու որոշեմ, ընդունեմ թե չէ։ Պապ, Վլադս, զգուշ չվնասեմ քեզ։ որ մեռնեմ էլ դարդ չի։ Պապարի մեռնելուց մի խոսա, հա։ Ինչ լավ է, որ քեզ ոտի վրա եմ տեսնում։ Ոտքի վրա, բայց կենթանի մեռած։ Պետք չի։ Տենց մի ասա։ Դու ջահել ես։ Դու պտի կյանքդ լի արժեք ապրես։ Թողեց են կենթանին, որ նորմալ ապրանք։ Մի հատ ինձ ասա ուր է դա։ Ոնց եղավ, որ քեզ բաց թողեց։ Իսկ ինքը ինձ չէր բռնել։ Ոնց չէր բռնել։ Չեմ հասկանում, այսքանից հետո դու դրան պաշտպանում ես։ Խորենի մասին մի խոսի։ Լուր նստի կողքս։
Նայեմ քեզ ուրախանան, որ դու կաս, որ ողջ ես։ Իրան գտնելը իմ համար գերխնդիր է դառել, դու հասկանում ես։ Ես հիմա ապրում եմ իրան պատժելու համար։ Ես դա չեմ թողնի։ Մոռացիր այդ քո գերխնդիրը ու խորենին։ Ես մեր եմ կորցրել, պապա։ Իսկ դու ինչ խորհուրդ ես տալիս ինձ։ Թե քո աչքի առաջ չի կրակել մամային։ Ես պիտի ավելին իմանամ ու կիմանամ, բայց առանց Լևին կամ մեկ ուրիշին հարց ու փորձ անելու, արխիվ գնալն է ամենաճիշտը։ Այմ քույրիկ։ Ժան, հեչ կատակի սիրտ չունեմ, գիտես։ Ինչի որ քույր ու աղբեր դուրս չեկանք, դրանից ոչ ես կոտրվեմ։ Քեզնից տեղեկություն չունեի, ու քանի որ դու չզանգեցիր, որոշեցի ես զանգեմ իմանամ, թե ոնց ես։ Ըստ քեզ իմ զանգելը ճիշտ կլիներ։ Ինչի Վլադից ես նեղված։ Դե շատ կլներ իրան, նեղվել, հա, չէ մի չէ։ Պրոստը չեմ ուզում քեզ վատ դրության մեջ գցեմ այդքան բան։ Ես լավ եմ Ժան ջան, իմ մասին մի մտածի։ Իմ գնալուց հետո կյանքը թո չկերավ այդ խանդի տեսարաններ չսարքեց։ Ժանա, Վլադի մաման մահացավ։ Ու հիմա իր համար շատ ծանր շրջան է։ Մահացավ։ Ցավակցում եմ, ինչ ասեմ։ Մերսի։ Լավ, քեզնից ասա Ժան, ոնց ես, ոնց եղար, դուրս եկար այդ վիճակից։ Ապրում եմ։ Հələ ապրում եմ, ասեմ ավելին, դաժե զարմանում եմ։ Հետաքրքիր է, գիտես, այսքանից հետո զարմանում եմ։ Ոչ մի ձև չեմ կարող կորցնեմ զարմանալու զգացողությունը այս կյանքում։ Այս անգամ ինչից ես զարմացել Ժան։ Իմ կյանքից, իմ հեքիաթ հիշեցնող կյանքից։ Բայց սրա մասին հանդիպման ժամանակ կխոսենք։ Ստեղ եմ շատ մի խորացի։ Մնա ստեղ։ Մի քանի րոպե շատ չէ։ Մտի ներս։ Նայ այդ երեխեքի աչքերին։ Ու իմ բոլոր քայլերը արդարացված կլինեն։ Ես քո աչքերի մեջ եմ նայում։ Ու դա ինձ բավարար է։ Եկա տուն, բայց չեմ եկել մնալու։ Եկել եմ կարոտս առնելու, եկել եմ հաջող ասելու։ Հաջող տուն, հաջող տարիներ, հաջող չար ու բարի մարդիկ։ Այլևս չեմ գալու։ Ինձ էլ էր հեշտ, բայց մինչև այն օրը, երբ որ հասկացա, թե ով եմ ես ու ինչ են արել իմ հետ։ Ու ատելությունը վրեժը գլուխ բարձրացրին։ Հա։ Կուզենայի ասել հաջող ատելություն, բայց այդ մեկը չեմ կարող։ Այդ մեկը հաստատ հետ ստանալու։
որ չլինեիր, ես ինչ էի անելու։ Դև, ձերքը դիր խելչի դու ասա, որ սայա կյանքը ասա։ Քեզ համար հա։ Բա քեզ համար սա ինչա։ Ախ։ Ուզում ես ասես ես ու դու հիմա աղբանոցում ենք, հա։ Դու միշտ քո սիրած վայրում ես, քո կյանքի գրկում։ Այո, սիրել եմ ու սիրում եմ, ի տարբերություն քեզ, ես ես կյանքում ու տող խմող տղա էի կյանքից գլուխ անող։ Քո թայը չէի, վերջ նստելով, ես ամեն ինչ կորցրի, կյանքն էլ իմ նման ու տող խմող տղու կորցրեց։ Տեսնում եմ, գտել եք իրար ու կուշտ կարոտ եք առնում իրարից։ Հա, իրար սիրում ու կարոտ եք առնում, հետո ինչ կավոր։ Անցի առաջ, ուզածդ ինչ է։ Տղետ ոնց է։ Լավ է։ Շատ եմ հավանում էդ քո տղուն։ Դա քո թեման չի, անցի առաջ։ Կարող ես զանգես միանալ մեզ, Հա, եթե կյանքիդ վերջին երեկոն ես կազմակերպել, զանգեմ թող գա։ Նամյոք պոնեու, ուզում ես վերջս տաս։ Էդ դու ես ուզում, որ ես վերջը տամ քո սիրած կյանքի գրկում։ Այսինքն, ես մարալների գրկում, հա։ Լսի, ասա այդ մարալների թող ռադը լեն էստեղից։ Ես եկերես ձեզ չի սիրում։ Դավայ, գնացեք տրուբեն ծռելու հալճա, գնացեք։ Մենք խոսալու բարոր ենք, դավայ, գնացիք։ Իսկ հիմա այդ ցինիկ վիճակիցը դուրս արի ու ասա ուզածդ ինչ է։ Ինչքան իրար մեզ կրծինքերի կա։ Կանք հիմա աղբերների նման իրար ձերք մեկնենք, ուսուսի տանք ու ապրենք էլի։ Երազանքների գիրկն ընկնելը վատ բան է, գագաս։ Իսկ դու հավատացիր, հա, որ ես քեզ բարեկամական ձերքը մեկնեմ են ամենից հետո, ինչ դու սարքեցիր իմ գլխին, հա, հա։